Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի դերասանուհի Քրիստինա Եղոյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, հատկապես վերջին ամիսների ընթացքում, երբ վերսկսվել են Full House սիրված նախագծի հոբելյանական ներկայացումները Միացյալ Նահանգներում։ Ինստագրամյան հարթակում Քրիստինան պարբերաբար նոր հրապարակումներ է անում ու ներկայացնում իր կյանքի նորությունները։ Իսկ այսօր Քրիստինա Եղոյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Երգչուհին նոր հոլովակ է հրապարակել ու գրել. «Ծնունդս շնորհավոր»։ Ապա կեսգիշերին նա ներկայացրել է, թե ինչպես է ամուսինը մեծ ծաղկեփնջով գալիս տուն ու շնորհավորում կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ։ Քրիստինան հոլովակին կցել էր Էռնեստ Հովհաննիսյանի «Միլիոն վարդեր» երգը, իսկ մենք ներկայացնում ենք հոլովակը առանց մեկնաբանության։ Հիշեցնենք նաև, որ Քրիստինան որոշել էր քույրիկի համար հուզիչ անակնկալ անել։ Քույրերը միասին գնացել էին մի կենտրոն, որտեղ կարելի էր հետազոտությամբ տեսնել չծնված երեխային շատ պարզ։ Այս կադրերը հուզել են երկուսին էլ։ Star News-ը ձեզ է ներկայացնում այդ հուզիչ կադրերը։ Բարի օր բոլորին։ Ես Նարեի համար շատ սիրուն անակնկալ եմ պատրաստել ու մենք հիմա գնում ենք, որ Նարեն այդ անակնկալը վայելի։ Ու ինքը ինձ բարկացնում է ամբողջ ճանապարհին, ասում է ես պետքա մեքենան վարեմ, դու ինձ կասես աչուձա, կամ ասում է կարող է ինչ-որ բան սխալ ես հասկացել, չէ, կարա այդ անակնկալը տուն բերեի, խոսքով չի վստահում ինձ ու իմ անակնկալներին։ Ես մի քիչ նեղվում եմ այդ փաստից, բայց որ գիտեմ վերջում ինչքան շնորհակալ է ինձանից լինելու, մի կերպ Նարե, ես քո անվստահությունը հանդուրժում եմ։ Հիմա գնում ենք այնտեղ, որտեղ որ այդ իմ անակնկալը պետքա լինի։ Կիսվելու ենք ձեզ հետ ինչ անակնկալի մասին է խոսքը, վստահ եմ, որ այս անակնկալից հետո շատերն են մեկը մյուսին այդ անակնկալից անելու։ Սպասեք։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ Քրիստինան խոսել էր իր էջի մեծ ակտիվության մասին, ինչն էլ կապել էր նաև Նարեի հետ մի քանի հրապարակումներ անելով։ Ինչպես նաև Քրիստինան խոսել էր վատ մեկնաբանություններ գրելու մասին, այն որ դրանք իր էջում շատացել են։ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև այդ հոլովակը։ Ուրեմն մեր վերջին հոլովակը մեկ օրում 250-80, չգիտեմ, այդքան շատ պրոսպոտր է ունեցել, ինչն էլ վկայում է, որ այդ ֆորմատը սիրել եք իմ ու Նարեի այդ ներկայացրած կոնտենտը, կարծում եմ, որ շարունակական կլինի դա, որովհետև մեզ իրար հետ տեսնել սիրում եք, անպայման կներկայացնենք ինչ-որ նոր բաներ հետաքրքիր։ Ողջույն սիրելիներս, այսօր կարևոր ուղերձ կգտնեք իմ սթորիներում։ Այս մեկ շաբաթյա իմ ակտիվությունից հետո, որովհետև հանգստի ժամանակ ինձ թույլ տվեցի մի քիչ ավելի ակտիվ լինել Ինստագրամում, որովհետև երբ որ տանը այդ վազքի մեջ չես, երեխաներ, ամուսին, ընտանիք, գործ, բիզնես, մի քիչ այդ 3 օրը կարողացել եմ ժամանակ տրամադրել, մի քիչ Ինստագրամում ակտիվ լինել ու ներկայացրել եմ հոլովակ, որտեղ որ պատմում եմ, ոնց որ ինչպես անցկացրեցինք մեր հանգիստը, որքան գումար այդ ամենի համար ծախսվեց ու 3 էլի կյանք հատող եւ ինչ որ առումով մի քիչ ավելի ֆինանսապես կայացած կանանց ատող կանայք մտան ու ունենց անշնորհ բաներ գրեցին, որ իբրև թե ես ցուցամոլ եմ, որ պատմում եմ, այ օրինակ այստեղ կարելի է այսքան գումար ծախսել ու չգիտես ինչի կոմենտներում գրում են, որ դու բան ես անում, ցույց ես տալիս քո թանկ պայուսակները կամ մի օր կոշիկդ, մի օր պայուսակդ, այն որ ասում եմ
Խի էլի, ինչի համար եք դուք այդպեսին սիրելիներս։ Ողջույն, նախորդ ռիլիզ կոմենտներից հասկացա, որ ձեզ հետաքրքիր է որքան գումար եմ ծախսել Սան Դիեգոյում։ Սկսենք հյուրանոցից։ Իմ ու աղջիկների սենյակի համար վճարել եմ $1200։ Երեկոյան մայրիկիս ու Նարեի հետ ճաշեցինք ռեստորանում, որտեղ վճարեցինք $170։ Այդ մարդի իմ առաջ դուրս գա, ես իսկապես էլի կնայեմ իր աչքերին ու կասեմ, ինչի ես դու ատում մի կնոջ, որ մի քիչ ֆինանսապես ավելի կայացած է, ոչ թե որովհետև ինքը լավ է ամուսնացել, կամ ոչ թե որովհետև իր հայրիկը հարուստ է, ոչ թե որովհետև իրան ինչ-որ մեկը պահում է կամ ինքը, չգիտեմ, կտակ է ստացել, այլ որովհետև աշխատում է օր ու գիշեր։ Մի արեք նման բաներ, այդպես դուք ցույց եք տալիս, որ դուք անտեսված եք ձեր ընտանիքի կողմից, ձեր տղամարդու կողմից, ամոթ է իսկապես, մտնում եք ինչ-որ գրում եք, մի օր քո կոշիկն ես ցույց տալիս, թանկարժեք, մի օր բայասակ, ես ոչի ցույց չեմ տալիս, ես ոչ ասում ես զարգացել ես, ինչով են զարգանում ավելի թանկ կոշիկով, ես ավելի թանկ կոշիկով չեմ զարգացել, կոշիկով չեն զարգանում են աշխարհայացով, զարգանում են մտածելակերպով, զարգանում են կրոնական մոտեցումներով, զարգանում են Աստծո հանդեպ ունեցած սիրո դրսևորումներով, այդ ասեմ, որ դուք իմանաք, որ չեն զարգանում, եթե սկսում են Լուի Վիտոնի պայուսակ բռնել կամ, չգիտեմ, Իվ Սեն Լորանի կոշիկ հագնել, ոնց որ կոմենտներում նշել էիք, որ ես դրանով եմ զարգացել, ստեղից Հայաստան անընդհատ ցույց եմ տալիս, ոչ մեկի ոչինչ ցույց չեմ տալիս, ես բոլորի պես սովորական մարդ եմ, ով ունի իր խնդիրները, ով կարող է ունենալ իր սեփական հիասթափությունները, ում կարող են նեղացնել, ով լիակատար երջանիկ չի, այդ ասեմ, որ այդ մարդիկ հանգիստ լինեն, որովհետև ոչ մեկս լիակատար երջանիկ չենք ու ամեն մեկս էլ մեր խնդիրներն ու պրոբլեմներ ունենք։ Իր առաքինությունը այս կյանքում դա քննադատելն է այլ մարդկանց։ Այդքանը նայեք մենակ առաջ, զարգացեք ձեր գործում, նոր բաներ փնտրեք, փորձեք ավելի շատ վաստակել, փորձեք ավելի շատ աշխատել, իսկ վաստակում են, եթե շատ են աշխատում, հենց այնպես ոչ մեկը ավելի շատ չի վաստակում, քան դու։ Իմ անունը Գոռ է, Գոռ է իմ անունը։ Գոռ ինձ։ Նորի շատ լավ։ Կգաս քեզ հետ ամեն Հայաստան։ Ես նեմ ինձ։ Դե մնաս դե